2019 թվական սեպտեմբեր Բջնի առանձնատանը հայտնաբերվեց 2003-ից 2008 թվականներին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին, գլխի շրջանում հրազենային վնասվածք։ 2019 թվական նոյեմբեր մահացավ ՊՊՑ գնդի ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ձևակերպեց գարեջրի գործարանում պայթյունից մահ։ Նիկոլը լավ գիտեք, թե ինչ դերակատարում ուներ ՊՊՑ գնդի իրադարձություններում։ 2020 թվական հունվար Երևանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին, հրազենային վնասվածքով, գրվեց ինքնասպանություն։ Կուտոյանը ԱԱԾ տնօրենն էր Նիկոլի հեղափոխության ժամանակ։ 2020 թվական հոկտեմբեր 44-օրյա պատերազմի ընթացքում մահացավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղազարյանը։ Կոշտ քննադատում էր այս իշխանությանը։ Մահից օրեր առաջ ասում էր. «Ուզում եմ նորից ձեր տաղավար հարցազրույցի գալ»։ Ասում էի. «Պարոն Եղազարյան, չեմ կարող, արդեն 10 հատ քրեական գործ ու տուգանք կա մեզ վրա պատերազմի օրերին Նիկոլին քննադատելու համար»։ Պատասխանում էր. «Ոչինչ, իմ քննադատության գումարը կտանեմ կմուծեմ, սա պարտության է տանում դիտմամբ»։ Այդ մարդը մահացավ։ 2020 թվական նոյեմբեր մահացավ Արցախյան առաջին պատերազմի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանը, Տուշոնկա շոուի տուժողը։ 2022 թվական հուլիս դատական նիստի ժամանակ մահացավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը։ 2022 թվական հունվարի 1-ին հենց մահացավ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Գրիգորի Հայրապետովը ՊՊՑ պետի պաշտոնում փոխարինել էր Հրաչյա Հարությունյանին, որը պաշտոնանկ էր արվել հեղափոխությունից 2 ամիս անց։ Նա էլ մահացավ 21 թվականի ապրիլի 15-ին, էլի նույն սրտի կաթվածից։ 20 թվականին կամրջի տակ հայտնաբերվեց երիտասարդի դին, որը նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ ներխուժել էր ԱԺ և նստել Ազգային ժողովի նախագահի աթոռին։ Լավ, բոլորը չթվարկեմ։ Վաղը գուցե պարզվի, սրանց տակ կար ենթատեքստ, այնպես որ երբ ասում եք մեր օրոք նման բաներ, այո, ձեր օրոք ու ավելի շատ, քան անգամ Լևոնի վախտ։